Բարև ձեզ, եթերում օրվան փոփումն է, ձեզ հետ է Ալփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր ապրիլյան պատերազմի 9-րդ տարելիցն է։ 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը Արցախի հանրապետության հետ շփման գծի երկայնքով խախտեցին հրադադարի ռեժիմը եւ անցան հարձակման, ինչը 1994 թվականի մայիսի 12-ի Բիշկեկի զինադադարից հետո հրադադարի ամենալայնամասշտաբ խախտումն էր։ Պատերազմը տևեց 4 օր եւ ավարտվեց ապրիլի 5-ին, երբ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը վերահաստատեցին Բիշկեկյան զինադադարի դրույթները։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այս կապակցությամբ գրել է, որ Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել ռազմական արկածախնդրության միջոցով լուծել Ղարաբաղյան կոնֆլիկտը եւ հայերի գոյության հարցը վերջնականապես փակել։ Արցախի պաշտպանության բանակը իր թիկունքում ունենալով հայ ժողովրդի ամուր սատարումը եւ արդար պայքարը 4-օրյա մարտերում տապալեց ադրբեջանական ռազմական պլանը, նրան պատճառելով մարդկային եւ տեխնիկական հսկայական կորուստներ։ Գրել է պատգամավորը նշելով, որ քառօրյա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցավ Գյումրիի ապագա ավականիում վճռորոշ ձայներ ստացած մեր քաղաքադաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը երրորդ օրն է պահում էին տիգ ու վերջնական խոսքը չի ասում, ի վերջո սատարելու է երկրորդ տեղը զբաղեցրած Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա քաղաքապետ ընտրվի, թե ոչ։ Գյումրիի համայնքապետի պաշտոնին արդեն 5-րդ անգամ հավակնող Վարդան Ղուկասյանն այսօր հայտնել է, որ ինքն էլ տեղեկություն չունի։ Իսկ Մարտուն Գրիգորյանը կիրակի ընտրություններից հետո հեռախոսազանգերին չի պատասխանում, հանրային վայրերում չի երևում, շտաբն էլ փակ է պահում։ Գրիգորյանի առաջնորդած դաշինքը կազմված է Հայրենիք եւ Միացյալ Հայաստան կուսակցություններից։ Հայրենիքի նախագահ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանը եւս այսօր խուսափել է ասել Գրիգորյանը երբ կհայտարարի վերջնական որոշման մասին, հորդորելով սպասել։ Օրագիր Նյուզի օրակարգ հաղորդաշարի ժամանակ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը համոզմունք է հայտնել, որ Մարտուն Գրիգորյանի լրությամբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը առևտուր է անում։ Ռուսաստանից ավելի քան 4 միլիարդ դրամի անպիտան ռազմամթերքի մատակարարման քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գեներալ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Հակոբյանը մեղադրվում է պաշտոնյական անփութության համար, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք։ Դատախազությունից նշում են, որ սա կապ չունի անպիտան հրթիռների գործի հետ։ Ինքը Հակոբյանը հրաժարվել է մեկնաբանություն տալ, իսկ նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը Ազատություն ռադիոկայանին փոխանցել է, որ պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։ Պարոն Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում այն պարզ պատճառով, որ իրեն մեղսագրվող արարքնի հետ ընդհանրապես կապ չունի, իրեն մեղսագրվում է այնպիսի գործողություն, այնպիսի մեղադրանք գործողության չկատարում, որ իրավասությունն ինքը չի էլ ունեցել, իսկ այդ գործողությունը կատարված է եղել ավելի վերադասմարմնի կողմից, ասել է փաստաբանը։ Դա շատ անհատական անձի որոշումն է ու լինում են իրավիճակներ, որ մարդը մտածում է, որ սա սահմանն է եւ որևէ քայլից հետո նպատակահարմար չի գտնում շարունակել պատգամավորական գործունեությունը։ Ես շատ բարձր եմ գնահատում դա։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԿՊԱ-կան պատգամավոր ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով Վիլեն Գաբրիելյանի մանդատը վայր դնելու որոշումը։ Դիտարկմանը, որ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ պետք է առողջացնել ՔՊ-ն, հիվանդ է կուսակցությունը, նա պատասխանել է. Կուսակցությունը հիվանդ չէ, բայց նույնիսկ առողջ մարդը շատ հաճախ գնում է առողջարան, որպեսզի ավելի լավ զգա իրեն։ Իսկ կուսակցությունը միշտ ավելի լավ է դարձնելու խնդիր կա։ Այն, որ կուսակցությունում խնդիրներ կան, դա որևէ մեկը չի բացառում։ Ես շատ ափսոսում եմ, որ նրա նման գործընկեր չի ունենալու խորհրդարանում, բայց ունեմ նրա նման լավ կուսակցական ընկեր, ասաց նա։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բարձրագույն դատական խորհրդի անդամի 3 թեկնածու է առաջադրել։ Այս մասին հայտարարություն է տարածել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած 3 թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին եւ Անահիտ Աբրահամյանին, ասվում է հայտարարության մեջ։ Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 5000-րդ բարեկությունը։ Այս մասին տեղեկանում ենք առաքելության տարածած հաղորդագրությունից։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր իրադարձություն, առաքելության հիմնադրումից ի վեր մենք ավարտել ենք մեր 5000-րդ բարեկությունը։
Մեր հանձնառությունն է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը, շնորհակալ ենք մեզ վստահելու համար, ասված է առաքելության տարածած հաղորդագրության մեջ։ ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2 տարի առաջ, 2023-ի փետրվարի 20-ին։ Այս տարվա հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս 2 տարի, մինչև 2027-ի փետրվարի 19-ը։ Դիտորդական առաքելության դուրսբերումը Ադրբեջանի գլխավոր պահանջներից մեկն է, որին Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայնել է։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո դասեր քաղվել են։ Եթե չլիներ 2018-ի հեղափոխությունը, ապա կկարողանային դիմակայել 2020-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Արցախի ազգային ժողովի արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Մենք դասեր քաղել էինք, իզուր չէ, որ ասում ենք քառօրյա, քանի որ կարճ ժամանակում մեր պաշտպանության բանակը կարողացավ ինքնակազմակերպել, կանգնեցնել թշնամու առաջխաղացումը, որից հետո հերթական հրադադարը կնքվեց, ինչը տեղի չունեցավ 44 օրյայի ժամանակ, պնդել է նա։ Ըստ падգամավորի այսօրվա իշխանությունները շահարկելով քառօրյա պատերազմ ձևակերպումը հայրենիք են հանձնել 400 հեկտար, բարձունք են կորցրել եւ Արցախը հանձնում են։ Թեզերով թուրք-ադրբեջանական տանդեմին մի ամբողջ Արցախ նվիրեցին։ Ցավոք այսօր նրանք ընդհուպ չեն հիշում, որևէ հանրային խոսք չասացին քառօրյա պատերազմի հերոսների մասին, նկատեց Գալստյանը։ Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, հայտնել ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվության մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին ժամը 13:55-ից 14:05 նկատ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պարագայում, ասվում է հաղորդագրության մեջ։ Այսօր ապրիլի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 13:40-ի սահմաններում Kia Sportage մակնիշի ավտոմեքենայով Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքանին, ապա հողաթմբի եւ գլխի վրա շրջվելով հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, նաեւ ուղևորը եղել է ամրակապված եւ դրա շնորհիվ է, որ նրանք ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել։ Շամշյանքովի փոխանցմամբ ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 21:15-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել, որ Արալեզ գյուղի գերեզմանների տարածքում ավտոմեքենա է այրվում։ Հրշեջ փրկարարները մարել են Լադա Գրանտա մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով ոստիկանության վեգիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։ Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։